Իսկ հիշում եք, սիրելի քաղաքացիներ, երբ ամիսներ առաջ մի ձայնագրություն հրապարակվեց, որում Վազգեն Գալստանյանը խոսում էր այն մասին, թե ինչպես կարելի է Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծել քաոս, Երևան քաղաքի կենտրոնում այրել ավտոբուսներ, պատրի տակ հյուլել քաղաքացիներին եւ ընտանիքներին տալ կոմպենսացիա, այս ընթացքում լուր էր Մայրաթոռը։ Մայրաթոռը չէր դատապարտում այս ցանկությունների եւ գաղափարների շղթան, չէր դատապարտում այս ամենը նաեւ հավաքական ընդդիմությունը, լուր էր նաեւ ընդդիմադիր լրատվական դաշտը։ Ինչ է տեղի ունենում այս օրերին, երբ մի գաղափարի շուրջ, որը բարի է, որը լավ բանի մասին է, որը հոգևոր կյանքի առողջացմանն է միտված եւ հիմնանորոգմանը, եւ որի շուրջ համախմբվում են տարբեր հոգևորականներ եւ ընդ որում գնալով մեծանում է այս թիվը, ինչ է տեղի ունենում։ Մայրաթոռը չի լռում։ Մայրաթոռը դատապարտում է նաեւ հավաքական ընդդիմությունը, ինչպես նաեւ ընդդիմադիր լրատվական դաշտը դատապարտում եւ ատելության խոսք է գեներացնում այս հոգևորականների շուրջ։ Զուտ սա նկատառում է այն մասին, թե ինչպես եւ ինչպիսի ընկալումներ ունի Մայրաթոռը, ընդդիմադիր դաշտը, երկու տարբեր, շղիստ իրարից տարբերվող գաղափարների վերաբերյալ, ինչպիսին է ընկալումները, երբ մի դեպքում երբ պիտի դատապարտի Մայրաթոռը լռում է, եւ երբ մի դեպքում երբ պիտի մասը կազմի կամ գոնե լռի, դատապարտում է բարի եւ դրական մի կոչ եւ գաղափար, եւ Մայրաթոռը լավ կաներ ժամանակին դատապարտեր Վազգեն Գալստանյանին, ով ցանկանում էր պատրի տակ հյուլել քաղաքացիներին եւ դատապարտել օրինակ ընդդիմությանը, ով այս գաղափարը լեգիտիմացնելու փորձեր անելու ճանապարհին հայտնվում էր անհարմար եւ ամոթալի դրության մեջ, երբ ասում էր, այ օրինակ քաղաքացիներին հյուլելու դրվագը վերաբերելի է միայն դասալիկներին, այսինքն մարդուն սպանելու process-ը դարձնելով նորմալ գործընթաց։ Մյուս դրվագում ասում էր ընդդիմությունը, թե դա զուտ սուրճի սեղանի շուրջ տեղի ունեցած խոսակցություն է, մեկ այլ դրվագում էլ ասում էր, թե կոնտեքստից կտրված է, իսկ ինչ վերաբերում է Կթրիչ Ներսիսյանին, ապա Կթրիչ Ներսիսյանի ֆիզիկական գոյությունն է միայն մնում Մայրաթոռում այս ժամերին, իսկ իր հոգևոր գոյությունը վաղուց գոյություն չունի կամ երևի թե երբեք էլ գոյություն չի ունեցել։ Ես հատուկ սպասեցի տոներն ավարտվեին, նոր այս թեմայով զրուցենք։ Նոր տարուց առաջ Շարմազանովը Հանրապետական կուսակցության մի հարցազրույց է տվել, որտեղ նման արտահայտություն արել, խնդրեի դիտեիք տեսանյութը եւ միասին քննարկեինք։ Մելի տեսեք, Հայաստանը մեծ ընտրություն չունի։ Ես մի անգամ եմ ձեր եթերում ասել այս տարի։ Հայաստանը կամ պետք է լինի Ռուսաստանի դաշնակիցը, կամ պետք է լինի Թուրքիայի վասալը։ Նախ այս տեսանյութից կարելի է ենթադրել, թե ինչպես է մինչև հեղափոխությունը կառավարվել Հայաստանի Հանրապետությունը, բայց խոսենք ներկայից եւ ապագայից։ Շարմազանովն ասում է, որ դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ իրականում ինչ որ երկրի վասալ պետք է լինեք, չեք կարող լինել ինքնիշխան։ Հայաստանի իշխանությունները չի կարող որոշումներ կայացնել։ Իդեպ այս հարցազրույցում նաեւ նման հատված կա, երբ որ ասում է, որ այ Փաշինյանի թվում ինքը կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել։ Դա կդնեմ մեկնաբանություններում արդեն։ Բայց ինչ է ասում, հասկանալով, որ որևէ հայ չի ցանկանա լինել Թուրքիայի վասալ, հասկանալի պատճառներով, քանի որ ընդամենը 100 տարի առաջ ցեղասպանվել է 1.5 միլիոն հայ, ինքը ասում է դու այլ տարբերակ չունես, դու պետք է ընտրես Ռուսաստանը, այլ դեպքում կլինի Թուրքիան, որը քեզ ցեղասպանել է։ Եվ այս հոգեբանական տերորը օգտագործելով ձեզ չի տալիս այլ հնարավորություն։ Իր մտքով էլ չի անցնում, որ Հայաստանը կարող է լինել ինքնիշխան, կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել իր համար։ Մեր իհարկե արտաքին քաղաքական վեկտորը դուք հասկանում եք, սա բալանսավորված արտաքին քաղաքականությունն է, բոլոր կենտրոնների հետ համագործակցությունն է, հաշվի առնելով Հայաստանի շահը միայն, այլ ոչ թե որևէ երկրի վասալությունը, այսինքն այլ երկրի շահը։ Հիմա կուզեի ձեր կարծիքը լսել, թե դուք դες ինչպես եք զգում։ Դուք ձեզ զգում եք որևէ երկրի վասալ, թե զգում եք ազատ երկրի քաղաքացի, ազատ քաղաքացի։ Կխնդրեի մեկնաբանություններում ձեր կարծիքը գրեիք։ Շնորհակալ։ Մարտուն Գրիգորյանը խոսել է ազգային ժողովի 2026 թվականի ընտրությունների ժամանակ Գյումրիի սցենարը կրկնելու մասին եւ նշել, որ նստած տեղը հնարավոր չէ այն կրկնել։ Դրա համար պետք են համապատասխան մարդիկ, համապատասխան տեխնացուներ, համապատասխան մոտեցումներ։ Ճիշտ է ասում պարոն Գրիգորյանը, որովհետեւ իրոք նստած տեղը հնարավոր չէ դա իրականացնել։ Դրա համար պետք են Մարտուն Գրիգորյանի նման տեխնացուներ, որոնք օրինակ կասեն, որ ԿՊ-ն ուզում է քաղաքը Վարդան Ղուկասյանի միջոցով տանել, իսկ ինքը թույլ չի տա։ Այդպիսի մարդիկ են պետք, որոնք կխափեն մարդկանց քաղաքացիներին, ընտրողներին կմանիպուլացնեն եւ ի վերջո իրենք քաղաքը կամ երկիրը կտանեն Վարդան Ղուկասյանի կամ նրա նմանների միջոցով։ Երկրորդ պետք է Վարդան Ղուկասյանի նման տեխնացու, որի շուրջ կհամախմբվի ողջ ընդդիմությունը եւ կասի, որ մենք թույլ չենք տա Վարդան Ղուկասյանի միջոցով քաղաքը կամ երկիրը այս դեպքում տանել, բայց իրենք Վարդան Ղուկասյանի նմանի միջոցով երկիրը կտանեն։ Այնպես չի, որ Գյումրի 2 ամենտեղ կարող են պրոյեկտել, որ նստած տեղերը փորձեն ստանալ Գյումրի 2, նստած տեղերը Գյումրի 2 ոչ միտեղ չի կարող լինել։ Գյումրի 2 ունենալու համար պիտի ունենան ճիշտ ընտրված տեխնացուներ, ուժեղ տեխնացուներ, ճիշտ անհատներ, ճիշտ մոդեցումներ,
Ես իհարկե համոզված չեմ, որ ընդդիմությունը կկարողանա Վարդան Ղուկասյանի նման երկրորդ կերպար գտնել համապետական մակարդակով, բայց համոզված եմ, որ իրենք ամեն ինչ կանեն այդպիսի երկրորդ ծնունդ տալու համար։ Ես հավատում եմ մեր ընդդիմությանը եւ վստահ եմ, որ մի բան կանեք ու կգտնեք երկրորդ Վարդան Ղուկասյանը համապետական մակարդակում։ Ահա միայն այս դեպքում տեսականորեն հնարավոր կլինի կրկնել Գյումրիի սցենարը, եթե իհարկե մեր քաղաքացիները խաբվեն եւ մանիպուլացվեն տեսնելով թե ինչ տեղ ունեցավ Գյումրիում, բայց ես վստահ եմ, որ մեր քաղաքացիները երկրորդ անգամ ուղղակի չեն խաբվելու։